Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք պարոն Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու հարցը եւ այս ելույթումս կուզեմ անել մի քանի արձանագրություններ, ինչպես նաեւ օգտագործելով ելույթի հնարավորությունը, ելույթը նաեւ որոշ հարցեր ուղղել պարոն Վարդևանյանին։ Պարոն Վարդևանյան, ձեր քաղաքական գործունեության մեջ կա մի ձևավորված մի օրինաչափություն, այն է փաստաբանական գործունեություն, կոնկրետ X քաղաքական պաշտոնյայի համար, որից հետո տվյալ քաղաքական գործչի նախընտրական ցուցակում հայտնվել, դառնալ падգամավոր, նույն ցիկլը կրկնվել է ուժեղ Հայաստան դաշինքի պարագայում, դուք հանդիսացել եք Սամվել Կարապետյանի փաստաբանը, ինչից հետո ներառվել եք վերջինիս քաղաքական ուժի նախընտրական ցուցակում եւ ահա այսօր մենք քննարկում ենք ձեր ազգային ժողովի փոխնախագահի թեկնածության հարցը։ Եվ շարունակելով այս միտքը, դուք ես ոնց հասկացա, հավակնում եք ազատության փաստաբանի կոչմանը կամ արդեն իսկ արժանացել եք այդ կոչմանը, սա միգուցե հասարակության մի մասի ընկալումն է, բայց ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կա այլ տեսանկյուն այս հարցի վերաբերյալ, ըստ որի այս ձեր օրինաչափության տրամաբանության հիմքում կա նաև ֆինանսական կոմպոնենտը եւ հարցիս այս համատեքստում ուզում եմ ձեզ ուղիղ հարցնել, թե արդյոք կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի պարագայում լինելով իրենց փաստաբանը դուք վարձատրվել եք թե ոչ, որովհետեւ քիչ առաջ նշեցիք, որ այլ պաշտոնյաների ներկայիս ձեր գործընկերների պարագայում չեք վարձատրվել եւ շարունակելով այս միտքը ուզում եմ դուք նաեւ խոսեցիք մնացական Մարտիրոսյանի մասին, սա մի թեմա է, որի մասին դուք սիրում եք խոսել։ Ես ուզում եմ ձեզ այսպիսի մի հարց տալ։ Ենթադրվում է, որ մնացական Մարտիրոսյանի գործունեությունը այդ թվում նախահեղափոխական ժամանակահատվածում ձեր համար առնվազն խնդրահարույց է եւ դուք նաեւ խոսել եք Նիկոլ Փաշինյանի դատավարության մասին, ես ուզում եմ ձեզ հետեւյալ հարցը ուղղել։ Օրինակ, եթե դուք լինեիք մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, արդյոք այս նույն օրինաչափությունը կաշխատեր այդ օրերին եւ արդյոք դուք լինելով վերջինիս փաստաբանը, կիսելով, որ կար օբյեկտիվորեն իրավունքի եւ օրենքի խնդիր մանավանդ մնացական Մարտիրոսյանի նախագահության պայմաններում, արդյոք պատրաստ կլինեիք Նիկոլ Փաշինյանի հետ հետագայում քաղաքական գիծ անցնել եւ ինչպես այսօր պարոն Կարապետյանի ուրեմն նախընտրական ցուցակում հայտնվել եք այստեղ, միգուցե այն օրերին հայտնվեիք Հայ ազգային կոնգրեսի ցուցակում։ Կխնդրեմ այս հարցերին պատասխանեք։ Իդեպ դուք շատ եք խոսում դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրների մասին։ Ես ուզում եմ մի հարց տալ։ Դուք փաստաբան եք, դուք իրավաբան եք եղել Վաղուցվանից, բայց ես այսպիսի մի կարծիք եմ լսել տվյալ համայնքի ներկայացուցիչներից, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո փաստաբանների աշխատավարձերը կտրուկ աճել են։ Եվ եթե կա այսպիսի բան, ինչով եք դուք սա բացատրում, որովհետև ենթադրվում է, որ նման փոփոխություն կարող է լինել մի պայմաններում, երբ դատաիրավական համակարգը առնվազն հարաբերականորեն պետք է որ անկախ լինի։ Հակառակ պարագայում մենք բոլորս գիտենք, թե ինչու դրանից առաջ փաստաբանական գործունեությունը առնվազն մեծ հետաքրքրություն չէր առաջացնում համայնքի ներկայացուցիչների համար, որովհետև օբյեկտիվորեն կար աշխատավարձի հետ կապված խնդիրներ։ Իդեպ դուք գրեթե որևէ հարցի իմ գործընկերների կողմից հնչեցած ուղիղ պատասխան չտվեցիք, պարոն Վարդևանյան, պտտելով, տանել բերելով աղմուկ է, արգելի գործընկերներ։ Եվ ընդ որում այս գործելակերպի սկիզբը դուք դրեցիք դեռևս երեկվա ձեր ելույթում, երբ հղում անելով իմ ելույթին, երբ մենք խոսում էինք պետության մասին որպես լավ կամ վատ կառավարիչ, դուք ասացիք, որ ես բերել եմ Շվեդիայի օրինակը։ Պարոն Վարդևանյան, դուք ձեր ելույթում խոսելով որպես Ընդհանրապես պետության, ձեր ելույթում խոսելով որպես պետություն, որպես լավ կամ էֆեկտիվ կառավարիչ,
բերեցիք Շվեդիայի օրինակը, բառացի ասելով, պատկերացնում եք Շվեդիայի նման երկրում լինի նման մասնակցություն։ Եվ բնականաբար ես շարունակելով հենց ձեր օրինակը թվեցի այն կազմակերպությունները, որոնց մեջ ունի կառավարում Շվեդիայի, բայց այս ցանկը կարելի է շարունակել, պարոն Վարդևանյան, կարելի է խոսել Նորվեգիայի մասին, կարելի է խոսել Ֆրանսիայի մասին եւ այսպես շարունակ։ Բայց անցնելով բուն այսօրվա հարցու պատասխանին, դուք այդպես է չպատասխանեցիք Վահագն Ալեքսանյանի հարցին, ով ասում էր, խոսելով Արտուր Սարգսյանի քրեական գործի մասին, ասում էր, դուք պնդում եք, որ կոնտեքստից կտրված են այդ ձայնագրությունները։ Հիմա ասեք, որ կոնտեքստում է եղել, ինչով է կտրված եղել։ Դուք ամեն ինչից խոսեցիք, բացի այդ կտրված կոնտեքստից։ Կխնդրեմ վերջապես այդ կտրված կոնտեքստը մեզ էլ ներկայացրեք, որովհետև չպատասխանեցիք այդ հարցին։ Փոխարենը խոսեցիք այն մասին, որ աստղիկները չեն գտել։ Ընդ որում, պատասխանելով պարոն Գարիկ Սարգսյանի հարցին, դուք ասացիք, որ էլի խոսելով Արտուր Սարգսյանի քրեական գործի մասին, դուք ասացիք, որ ոչ պատշաճ վարքագծի ռիսկեր չեն եղել, հետևաբար որևէ հիմք չկար կալանքի տանելու, ես չեմ հասկանում, այսինքն ինքնին ձայնագրությունը, որի մասին խոսում ենք, որտեղ շատ հստակ խոսվում է մտադրությունների մասին, արդյոք չի հանդիսանում պատշաճ վարքագծի խախտման ռիսկ։ Կխնդրեմ սրան էլ պատասխանեք։ Դուք նաև խոսեցիք, դուք չպատասխանեցիք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի հետ կապված հարցի մասին, չպատասխանեցիք հարցին եւ այդ հարցը ուղղեցիք մեզ, ասում եք դուք եք այս հարցը բերել քաղաքական օրակարգ, օքեյ, մենք ենք բերել այս հարցը քաղաքական օրակարգ, բայց հարցը ձեզ է ուղղված։ Ընդունում եք արդյոք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները ինչպիսին որ դրանք կան։ Հիմա դուք դեպի մեզ եք ուղղում այդ սլակները, ասում եք դուք եք բերել այս հարցը օրակարգ ու ասում եք որտեղից է թիվը։ Ասեմ ձեզ, պարոն Վարդևանյան, այդ թիվը բխում է 1991 թվականի Ալմաթայի հռչակագրից, ըստ որի պետությունները փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը հիմնվելով սովետական ԽՍՀ, ուրեմն տարածքների վրա։ Սա է ձեր հարցի պատասխանը, բայց կխնդրեմ դուք եւս պատասխանեք վերջապես այդ հարցին, չի կարելի, կամ կարծում եմ անհարմար է, պարոն Վարդևանյան, դա բարդ հարց չի, էլի 29743 կիլոմետր, ընդունում եք թե չէ։ Այո կամ ոչ, բարդ հարց չի, էլի։ Շարունակելով ելույթս, ասում եք ի պատասխան կամ հղում անելով իմ հարցին, որը վերաբերվում էր նրան, թե որտեղ եւ ինչ ձևաչափով է ծնվել այդ 300,000 ադրբեջանցիների թեման, պարոն Ֆարմանյանը ասում է, սա ուղղակի տրագիկոմեդիա է հիշեցնում, ասում է, ոնց կարելի ակնարկել, որ մենք ենք բերել այդ թեման, ո՞վ է բերել, պարոն Ֆարմանյան, մենք ենք բերել, ով է ադրբեջանական նարատիվները բերել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական դաշտ։ Միթե ձեր տեղեկատվակ, այսինքն ինչի մասին, դուք ձեր անձնական էջերով այդ տեսահոլովակները պտտեցնում էիք, բա մենք ենք բերել, եւ ես կարծում եմ սա տրագեդիա է իրական, որովհետեւ եթե դուք պետք է դիմեք նման միջոցների քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, դա շատ վատ է։ Եվ իդեպ, շարունակելով հարցս, պարոն Վարդևանյան, դուք ասացիք, որ որևէ մասնակցություն չունեք այդ բովանդակության գեներացման հետ, այդ տեսահոլովակների, որակ այն պահին, երբ որ դուք տեսել եք արդեն այդ հոլովակները, որևէ մոտեցում կամ կարծիք հայտնել եք դրա հետ կապված, դրական է եղել թե բացասական, եւ եթե եղել է բացասական, ապա այդ հարցը բարձրացրել եք, որ այնուամենայնիվ այդքան էլ ճիշտ չի նման բովանդակության տեսահոլովակներ ուրեմն գցել տեղեկատվական դաշտ։ Կխնդրեմ շատ ուղիղ այս հարցին պատասխանեք, որտեղ սա շատ կարևոր է։ Եվ խոսելով ընտրակեղծիքների մասին, պարոն Վարդևանյան, կա մոտավորապես 150-ից 157, եթե չեմ սխալվում, քրեական գործ հարուցված ընտրակաշառքների հետ կապված, որից մոտ 80%-ը վերագրվում է ուժեղ Հայաստան խմբակցության դաշինքին։ Հիմա եթե մենք առաջնորդվում ենք ողջամտության կանխավարկածով, ենթադրվում է, որ սա համակարգված պրոցես է, որովհետև հակառակ պարագայում դուք ուզում եք մեզ ասեք, որ 100-ից ավել, ընդ որում մոտ 200 ձայնագրություն կա, 100-ից ավել դեպքերով մարդիկ ինքնագործունեություն
կազմակերպելով ըստ էության ձեր փոխարեն ինչ որ եւս 30 վայրկյան։ Ձեր փոխարեն, ձեր համար ընտրակաշարք են բաժանել, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը։ Եվ վերջում պարոն Ղազինյան ասում է մենք բոլորս այս քաղաքում ապրում ենք, գիտենք, շփվում ենք մարդկանց հետ, պարոն Ղազինյան։ Ես ձեզ երաշխավորում եմ, դուրս գանք փողոց, 100 հոգու հարցում անենք, ինչ եք կարծում, ուժեղ Հայաստանը ընտրակաշարք բաժանելը կամ ընտրակաշարքով է մտածգային ժողով, ես ձեզ երաշխավորում եմ, եթե որևէ կանչկատվածություն չլինի, 100-ից 100-ը ասելու են միանշանակ։ Դա իմ արծեք, պարոն Աղաջյան։ Հարգելի գործընկերներ, շատ հետաքրքիր քննարկում է ծավալվել, բայց սկսեմ սահմանադրությունից։ Հոդված 96-րդ պատգամավորի անձեռն մխելիությունը, որ դուք չկարդայիք, ես չէի կարդալու, պարոն Վարդևանյան։ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ազգային ժողովի համաձայնությամբ։ Պատգամավորն առանց ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո, չեմ շարունակում։ Խոսքը չի գնում 9-րդ գումարման խորհրդարանի մասին, խոսքը չի գնում պարոն Վարդևանյանի մասին, ով այս խորհրդարանի պատգամավոր է եւ պիտի բացատրություն տա։ Բացատրեմ, սահմանադրությունը նախատեսում է ազգային ժողովի կողմից պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման, քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու ընթացակարգ։ Այսինքն, մեկ անձի նկատմամբ նույն ծավալով մեղադրանքի կապակցությամբ ազգային ժողովի համաձայնությունը կարող է հայցվել, պարոն Վարդևանյան, մեկ անգամ։ Հակառակ բոլոր մեկնաբանությունները ոչ միայն իրավական անգրագիտություն են, այլ նաև անտրամաբանական են։ Եվ կրկին ազգային ժողով գալու համար հաց կառաջանար, եթե մեղադրանքի ծավալը փոխվեր, լրացվեր, այսինքն մեղսագրվող արարքներն ավելացվեին։ Եթե ավելի բացատրեմ, օրինակ, եթե պատգամավորը մեղադրվում էր գողության մեջ եւ տեղի կատարել է սպանություն, ապա արդեն այդ երկրորդ մեղսագրվող արարքի համար դատախազը կարող էր գալ ազգային ժողով եւ հայցեր ազգային ժողովի համաձայնությունը։ Դուք սա լավ գիտեք։ Չնայած կարծիք կա, որ դուք բացակարգ իրավաբան եք, ես չեմ կարծում, որ դուք չեք հասկանում այս տրիվիալ կարգավորման բովանդակությունը։ Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դուք իրավական նորմը ձևախեղված եք ներկայացնում եւ մանիպուլյատիվ մեկնաբանություններ եք տալիս։ Դա ձեզ պատիվ չի բերում եւ չի բնութագրում որպես լավ իրավաբան եւ բացակարգ իրավաբան։ Ես կարող եմ դա բնութագրել որպես ուղղակի սովորական իլյուզիոն հնարքներ կատարողի, շարքային, իրավական իլյուզիոն հնարքներ կատարող։ Ես հասկանում եմ, որ դուք այլ բան չեք կարող անել, պարոն Վարդևանյան, որովհետև այսօր ընդդիմադիր լինելը եւ իրավական բնույթի ընդդիմադիր լինելը, այսպես ասած, քանի որ դուք իրավական դաշտում եք հանդես գալիս, շատ հարցերի վերաբերյալ ձեզ թույլ է տալիս տալ մանիպուլյատիվ պատասխաններ։ Եվ այդ պատասխանները պիտի ուղեկցվեն հիմնականում այնպիսի ոճով, բառերով, ժեստերով եւ արտիստիզմով, որոնք հատուկ են հոլիվուդյան ֆիլմերին, դուք դա գերազանց կատարում եք։ Նույնիսկ ձեր ելույթները կամ հարցազրույցները, եթե լսվի անձայն, պատկերացնում եք, հիմնականում կարելի է եզրակացնել, թե դուք ինչ եք խոսում։ Եվ այդ ելույթները եւ Հայաստան դաշինքի ժամանակ, եւ այդ դիմադրություն շարժման, չգիտեմ, սրբազան տարբեր շարժումների ժամանակ այդ արտիստիզմը միշտ ձեզ ուղեկցել է։ Նույն արտիստիզմով լսեցին կենսաթոշակների մասին ձեր հերթական մանիպուլյատիվ պնդումը, որ կենսաթոշակները դրանք ընտրակաշարք էին։ Պարոն Վարդևանյան, եթե դուք կենսաթոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրությունը երևի կամ ինչ-որ նման բաներ դասեք ընտրակաշարքների շարքին, դա որևէ եւ արդարացնեք ձեր հատուկ ոճով, դա որևէ կերպ չի կարող ստվերել կամ արդարացնել այն փաստերը, որ ուժեղ Հայաստան դաշինքի կամ կուսակցության կողմից մասսայական ընտրակաշարք է բաժանվել։ Կան բազմաթիվ հրապարակված ձայնագրություններ, որոնք դուք ասում եք մոնտաժված են,
Սակայն որևէ կերպ դրանց իսկությունը չի դրվել կասկածի տակ, դրանց իսկական լինելը եւ դրանք օբյեկտիվ ապացույցներ են։ Կա 1 տասնյակից ավել, ինչքան գիտեմ, արդեն 20-ից ավել գործ, որոնք ուղարկվել են դատարան։ Եվ դատարանում մենք կտեսնենք այդ գործերի հետագա ընթացքը, կհետևենք միասին այդ ընտրակաշարք բաժանալու եւ ստանալու վերաբերյալ։ Եվ ես հուսով եմ, եւ ձեր ազնվությունը գնահատելով հուսով եմ, որ դուք կգաք այս բարձր ամբիոնի մոտ եւ երբ լինի դատական ակտ օրինական ուժի մեջ մտած, դուք այստեղից կխոստովանեք, որ դուք սխալ էիք ասում, որ դուք ձեր ուժը բաժանել է ընտրակաշարք։ Ես վստահ եմ, որ դուք դա կանեք, որովհետև դուք այսօր նաև ներողություն խնդրեցիք, ասելով, որ ձեզ համար ձեր սխալը ընդունելը խնդիր չէ։ Բայց ես կսպասեմ։ Դուք հայտնի եք որպես բացակարգ իրավաբան, որի հետ ես իհարկե համաձայն չեմ, որովհետև երբ դուք, պարոն Վարդևանյան, 2 օտարերկրյա անձնագիր ունեցող Սամվել Կարապետյանին հռչակում էիք վարչապետի թեկնածու։ Դուք միշտ ասել եք, մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Դուք այդտեղ որևէ իրավական խնդիր չեք տեսել։ Որևէ մի րոպե։ Քաղաքացիության արգելքի հաղթահարման դրույթ, խնդրում եմ, ինձ հենց հիմա բերեք, ցույց տվեք որևէ օրենսգրքով։ Հենց հիմա բերեք ցույց տվեք, արագ, առանց մանիպուլյատիվ, այսպես բաների մեջ մտնելու։ Կարող եք, չեք կարող, որովհետև դուք ուղղակի նման որոշում հռչակելուց առաջ չէիք մտածել, որ այդ հարցերն առաջանալու են։ Դուք ասում եք ազգային ժողովը կընտրի, կգնանք, էս կանենք, այն կանենք, ո՞նց էիք անելու։ Երբ որ դուք անընդհատ խոսում եք սահմանադրությունից, պարոն Վարդևանյան, ճիշտ չէ, սահմանադրությանը նման կամահրանքով վերաբերվելը, որովհետև եթե կա արգելք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը կամ այլ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող դառնալ պատգամավորի թեկնածու, դուք չէիք կարող նման մանիպուլյացիաների մեջ մտնել եւ քաղաքացիների մոտ շահարկումներ անել։ Ես հուսով եմ, որ ես հույս չունեմ, որ դուք իմ հարցերին պատասխանելու եք, ես չեմ էլ սպասում, դուք կարող եք իմ հարցերը հռետորական ընդունել, որովհետև դուք ոչ մի հարցի ըստ էության չեք պատասխանում։ Դուք ոչ մի հարցի շարունակելու եք նաև ըստ էության չպատասխանել։ Ես դեռևս նախորդ գումարման ազգային ժողովում, պարոն Վարդևանյան, երբ մենք պետաիրավական հանձնաժողովում էինք, ձեզ քանի անգամ ասել եմ, դուք էլ մի քիչ նեղացել եք մի անգամ կամ երկու, եւ երբ ասում էի պարոն Վարդևանյան, ձեզ մի պահեք փաստաբանի պես, դուք ազգային ժողովի պատգամավոր եք։ Չեք ընդունել, ցավոք սրտի դուք իմ խորհուրդը չեք ընդունել, որովհետև դուք հիմա էլ եք փաստաբանի կերպարում։ Դուք այստեղ ձեզ ազգային ժողովի պատգամավոր չեք զգում։ Դուք դեռևս դատարանի դահլիճում եք, որտեղ նորից եմ կրկնում, հոլիվուդյան ֆիլմերի լավագույն ավանդույթներով են, որ փաստաբանը գալիս ասենց կոստյումը պիտի գցի, ջուրը խմի, տենց ինչ-որ բաներ կա, չէ՞։ Այ տենց եք ձեզ պահում, պարոն Վարդևանյան։ Ես ուղղակի բարեկամաբար, որպես գործընկեր, ձեզ խորհուրդ եմ տալիս, փաստաբանի ձեր կերպարը թողնել Հայաստանի Հանրապետության դատարաններից որևէ մեկի դահլիճում եւ այստեղ հանդես գալ բացառապես որպես ազգային ժողովի պատգամավոր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, քննարկում ենք Արամ Վարդևանյանին ազգային ժողովի փոխնախագահ ընտրելու հարցը։ Պարոն Վարդևանյան, ես երկար մտածում եի, թե ինչ բնութագիր տամ ձեր ելույթին եւ հարցերի պատասխանին, սա ուղղակի մի հատ չլսված մի հատ մաստեր կլաս էր։ Իրականում ես դեռևս 2021 թվականից գիտեի, որ դուք վատ փաստաբան եք, վատ պատգամավոր եք եւ լավ դերասան եք, բայց որ այս աստիճան լավ դերասան եք, ես իրականում դեժավյու էի ապրում լսելով ձեր ելույթը։ Մի անգամից հիշեցի 21 թվականին, թե դուք ոնց էի գովերքում նույն ձևի Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Ղահարամանյան,
Ներեք իհարկե, բայց դերասանը, եթե նկատի ունեք որպես մասնագիտական որակ, որի մասին տեղյակ եք, դա մի բան է, եթե փորձում եք օգտագործել որպես պիտակ, խնդրում եմ մի արեք նման բան, չի ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում։ Հիմա, բայց այնպիսի էնտուզիազմով, որ դուք այսօր գովերքում էիք Սամվել Կարապետյանին, անկեղծորեն եմ ասում, նույնիսկ Աննա Գրիգորյանը 18 թվականին Նիկոլ Փաշինյանին տենց չէր գովերքում։ Բայց ամեն դեպքում վերադառնանք Պարոն Վարդևանյան, վերադառնանք 2021 թվականի ես այսօրվա պես գրեթե հիշում եմ, ձեր արտաքին նույնն եմ մնացել, մի օրենքի նախագիծ եք բերել, վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու, եւ ես այն ժամանակ ձեզ հարց էի տվել կապված այն ժամանակվա ձեր ղեկավարի հետ Ռոբերտ Քոչյանի, որը հայտարարել էր հարցազրույցներից մեկի ժամանակ, որ գործոն դառնալու համար հնարավոր է նաև որ Հայաստանը ստիպված լինի կամ պետք լինի որ մտնի ռուս-բելարուսական միութենական պետության մաս, եւ այն ժամանակ իհարկե այս նույն ոճով լղոզել էիք այդ ձեր պատասխանը, որ դե Եվրամիություն, ԵԱՏՄ դա էլա, բայց ես ամեն դեպքում ճիշտ է, էլի լղոզված է լինելու պատասխանը, բայց ակնկալում եմ պատասխանեք, իրականում դուք հիմա 5 տարի անց ո՞նց եք պատկերացնում, ինչ կարծիք ունեք, ընդհանրապես Հայաստանը երբևիցե նույնիսկ պետք է մտածի որևիցե միութենական պետության մաս լինելու կամ չլինելու մասին։ Սա էս ձև։ Հիմա Պարոն Վարդևանյան, ես իրականում այս կարճ ելույթներ իմը, որ պետք է ունենայի ձեր մասին, անկեղծ եմ ասում, բայց դուք ընթացքում խոսեցիք հարց ու պատասխանի ժամանակ մեր լեգիտիմության մասին, նշելով, որ ինչ որ 60,000 ձայներ են կեղծվել, ինչ որ մի դաշինք պետք է այստեղ լիներ, որը այստեղ չի։ Եթե լեգիտիմության առումով լինի եւ մեզ մեղադրում եք մանդատագողության մեջ, պարոն Վարդևանյան, ապա դուք ամենամեծ մանդատագողն եք այս նիստերի դահլիճում։ Որովհետեւ եթե չլներ ձեր կողմից կեղծ թեզը 300,000 ադրբեջանցիների, ընդ որում ես 300,000 ադրբեջանցիների մասով մի անգամ ասել եմ, ելի եմ ասում, 5 տարի հետո, եթե 300,000 ադրբեջանցիները վերադարձած չլինեն, իսկ միանշանակ վերադարձած չեն լինելու, ես ձեր բոլորի նկարները դնելու եմ իմ Facebook-յան պատին եւ 31 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր նաեւ չգիտեմ իհարկե առանց վիրավորելու էլի աշխատանքային լեզվով ասած համարելու եմ բեզաչոտնիկ որովհետեւ դա Այն Ղարամանյան չի կարելի, պարոն Ղարամանյան։ Չէ, կներեք, պարոն Ղարամանյան, ձեզ հայտարարում եմ զգուշացում։ Մի վարքյան չեմ Ես ձեզ համարելու եմ Պարոն Ղարամանյան, չեմ ավարտել, մի վարքյան։ Ես ձեզ հայտարարում եմ զգուշացում։ Չի կարելի նմանատիպ արտահայտություններ անել ազգային ժողովի ամբիոնից։ Նախ առհասարակ ինձ թվում է չի կարելի նմանատիպ արտահայտություններ անել, եւ երկրորդն էլ մենք պայմանավորվածություն ունենք, որը պետք չի խախտել։ Ձեզ հայտարարվում է զգուշացում։ Այդ պայմանավորվածությունը երեք, բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում։ Ես ձեզ անվանելու եմ անպատասխանատու քաղաքական գործիչ։ Եվ հաջորդը իրականում, եթե ընտրակաշառքի բաժանման փաստերը չներ, որով ապացույցները հարյուրավոր են, մարդիկ նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եթե ելի եմ ասում, ընտրակաշառքի բաժանման փաստը չներ, ձեր երկու խմբակցություններից ոչ մեկը անցողիկ շեմը չէր հաղթահարել։ Սա փաստ է։ Պարոն Վարդևանյան, տեղից մի ընթացք։ Կարձագանքի։ Հիմա կապված մեր լեգիտիմության եւ 4-րդ ուժի, որ այստեղ պետք է ներօրինակ, ես 3 օր լսում եմ ձեր ելույթները եւ մինչեւ ես նաեւ հետեւել էի ձեր գործընկեր Գոհար Մելոյանի ելույթները եւ Տիկին Մելոյանը իմ մոտ շատ լավ չէ, բայց ամեն դեպքում նորմալ քաղաքական գործի տպավորություն էր թողել եւ ես հիմա մինչեւ հիմա ինձ հարց եմ տալիս այդ Տիկին Մելոյանը խի հրաժարվեց падգամավորական մանդատից։ Երբ որ ձեր վիճակվող զորամասում իս դրա մասին ես հեսան էլի կխոսամ մեր քարոզչական պատասխանատուն առավոտից իրիկուն մամուլում հարցազրույցներում կոչ էր անում ձեզ չանդրադառնալ բանակի զինվորների ընտրությանը, որովհետև հասկանալի պատճառներով մարդիկ դիրք են բարձրանում, դիրք են իջնում, խնդիրներ կար, կրկնում եմ ձեր կուսակցության անդամ Գոհար Մելոյանը
Facebook-ով, ուղիղ եթերով, մամուլով այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Գոհար Մելոյանին ասել եք պատգամավորական մանդատը դիր, որ ինչ արդյունքում այդ քննադատությունից դուք ազատվեք։ Եթե Ծառուկյանը կամ իր դաշինքը վերջին հաշվով քաղաքական պահանջ պետք է ունենա, դա ձեզից պետք է ունենա։ Այդ ձեր ընկերն է մեր փաստարկներին հակառակ, ձեր ընկերն է դրա մասին բարձրաձայնել։ Իսկ հիմա բանակի կոնկրետ ընտրությունների հետ կապված Տիկին Աննա Գրիգորյանը, ես վստահ եմ, այդ դեպքից տեղյակ է, վերջերս հակակոռուպցիոն կոմիտեն մի ձայնագրություն հրապարակեց, որտեղ ինչպես էր միասնության թևերի վստահված անձը կամ համագիրը զինվորականի հետ շփվելուց, խոսալուց, նրան ընտրակաշարք առաջարկում կամ բան ամեն դեպքում դա դատարանի խնդիրն է, անմեղության կանխավարկածը մի կողմ դնենք, բայց զինվորից հարցնում է, ասում է, չաստում ինչ են ասել, աֆիցերներ ինչ են ասել, ում պետք է ընտրեք, զինվորը պատասխանա, որ ոչ մի բան էլ չեն ասել, ով ում ուզի գնալու է ընտրի։ Սա կապված նրա հետ, որ դուք ասում եք, որ զինվորները պետքա գնային եւ մեր ցուցումով ընտրեին մեզ։ Մի հատ էլ սրա հետ կապված բանակի ընտրության հետ Տիկին Գրիգորյան ձորք թաղամաս կա կապանում։ Դուք լավ գիտեք, մեր հայտնի ձորք թաղամասն է։ Փոքր թաղամասը շատ մեջի ձորք թաղամասում կա երկու ընտրատեղամաս։ Երկու։ Փոքր թաղա երկու ընտրատեղամասով։ Մի ընտրատեղամասում ընտրել են զինվորականները, մյուսում չեն ընտրել։ Այն ընտրատեղամասում, որտեղ մասնակցել են զինվորները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 51% ձայն։ Այն ընտրատեղամասում, որտեղ չեն ընտրել զինվորները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 61% ձայն։ Սա ու այն որ ձեր այն նարատիվը, ձեր այն խոսույթը, թե մենք ուղղորդում ենք բանակին, վարչական լծակ ենք ուղարկում, ոնց կարող պատահի վարչական լծակով օգտագործված ընտրատեղամասում ավելի քիչ ձայն հավաքված լինի, քան մյուս ընտրատեղամասում։ Եվ նաև վերջում ես կարճ ուզում եմ անդրադառնամ այդ այսքան երկար շարքված պետական ընկերություններին, որտեղ պետությունը մասնաբաժին ունի, ես իհարկե միանշանակ համարում եմ, որ մեր կողմից բոլոր նշանակված մարդիկ արժանի են իրենց պաշտոնին մասնագիտորեն, բայց որպես քաղաքական գործիչներ վստահ եմ, թե ընդդիմությունը, թե իշխանությունը հետևում է վարչապետ Փաշինյանի բրիֆինգներին եւ չգիտես խի իմ մոտն էս տպավորությունն է, որ ինչ որ մի շատ կարևոր հանգամանք բոլորիս աչքից վրիպել է։ Երբ որ մի որոշում կայացվեց, որի արդյունքում քաղաքական, եթե ոչ բնականաբար կուսակցական անդամ, այլ քաղաքական ինչ որ նեյտրալ ինչ որ մեկը հայտնվեց կառավարությունում ինչ որ շատ նորմալ այդպես կարևոր պաշտոնի, բարձվեց այդ նորմալ կարևոր պաշտոնի մարդը գործողություններ է իրականացնում կոնկրետ պետության դեմ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ դատախազությունում արդեն վարույթ կա հարուցված կամ չգիտեմ որտեղ հարուցում, քննչական կոմիտեում։ Եվ հիմա երբ որ ես նայում եմ հեցին, նայում եմ հայփոստին, դրանք հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ են։ Ես զարմանում եմ ձեր պահանջի ինչումն է, որ պետքա, ինչու եք ամեն անգամ շեշտում, թե խի են նշանակվում ձեր քաղաքական թիմի անդամներ կամ ձեր համակիրներ։ Հարգելիներս, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրեթե օգտվում է հեցից եւ հայփոստից։ Եվ հիմա փաստը մեզ ցույց է տալիս, նույնիսկ արտգործնախարարների կարգավիճակով պատասխանատվությունից թռնում են կոպիտ ասած եւ իրենց գործառույթները լավ չեն կատարում, որպեսզի քաղաքական պատասխանատվություն ընկնի իշխանության վրա։ Հիմա ես ինչքանով եմ վստահ, որ օրինակ, պարոն Ասլանյան, եթե դուք եք ինձ նայում, եթե դուք նշանակվեք հեցի ղեկավար, դուք ամեն ինչ չէիք անի, որպեսզի հեցի գործերը պրավալ գնար եւ դրանով գործող իշխանության դեմ դիվիդենդներ շահեք քաղաքական։ Դե դու ես նայում քեզ եմ արդյոք։ Ավարտեք, պարոն Ղարաբանյան։ Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, հեսա թիմակիցներս ասելու են, ես ինչու ասենց ակտիվացել շուտ-շուտ է ելույթ ունենում, բացատրեմ ինչի եմ ակտիվացել։ Ես իրականում կարծում եմ, որ իմ հիմնական առաքելությունը այստեղ ոչ թե Սամբիոնի մոտ է, այլ իմ սենյակում կամ այս շենքից դուրս, հիմնականում օրենսդրական աշխատանքի մեջ, որովհետև առանց դրան էլ էլի այս մեր խոսույթի մեջ քաղաքական, սա իհարկե կարևոր ամբիոն է այդ տեսանկյունից, երբ որ մենք հարցեր ենք հնչեցնում, իրար պատասխաններ ենք տալի, փորձում ենք հիմնավորել կամ ասել
չէ դու սխալ ես, ես եմ ճիշտ, բայց քանի որ շատ են այդ բան անողը, ես համարում եմ ինձ համար այդտեղ ավելի կարևոր գործ կա եւ հիմա էներգիա կա կուտակված, այդ էներգիան ուզում եմ այս ամբիոնից սպառեմ, այս ամբիոնը ինձ համար բացառապես ապագայում լինելու է հիմնականում իմ աշխատանքի արդյունավետության արձանագրումը։ Ես պարոն Վարդևանյան, իսկապես ֆանտաստիկ է ու ես շատ կուզեմ, որ մենք ընկերների հետ քննարկենք եւ ձեզ ընտրենք, բայց մի բան պետք է ասեմ, ես ինքը մի քիչ հումորային է, մի քիչ սուր է, կարող է վիրավորվեք, եթե վիրավորվեք, միտում չունեմ, աշկով արեք, ներողություն կխնդրեմ, որովհետեւ երբ որ դուք ելույթ եք ունենում, իմ մոտ ունես տպավորություն է, որ հեսա պետք է այդ պայն լույսերը անջատվի, այն պրոժեկտորը միանա, սպիտակ ծրարով եւ ոսկե արձանիկով մեկը դուրս գա եւ ասի Oscar goes to Aram Վարդևանյան եւ հանձնի այն ձեզ։ Բայց այս լրի ունիկալ է ուղղակի ձեր ունակությունը այդ թվում նաև ուղիղ հարցերին չպատասխանելու էլ։ Ես ուղիղ հարց եմ տալի, ասում եմ, իհարկե հիմնավորմանս հետ կարող է համաձայն չեք, որ այդպես չի եղել, որ բովանդակային չեն եղել, բայց կարակ ասեք այդպես չի եղել, բայց խոստանում եմ, այո, սրանից հետո կլինի բովանդակային, այդ հարց պատասխանը տենց է չլսեցի։ Պարոն Ասլանյան, մի նկատառում ունեմ, էլի ընկերս Արայք Հարությունյանը ասեց, որտեղ ես համարում եմ դա ֆունդամենտալ պրոբլեմա է, էլի։ Երբ որ դուք ասում եք, որ մեր նպատակը ձեզ իշխանությունից հեռացնելն է, այդտեղ ձեր թեման, այսպես ասած, փակվում է։ Всё, չստացավ, ձեր պրոյեկտը չի աշխատում, դա նպատակ չի, դա միջոց է, էլի։ Կարող է կներեք, էլի, որտեղ չգիտեմ, ինչ-որ բացատրելու առումով, բայց համարում եմ որոշակի քաղաքական փորձ ունեմ այդ տեսանկյունից։ Դա միջոց է, որպեսզի դուք, այո, մեզ հեռացնում եք իշխանությունից եւ գալիս եք իրագործում եք ձեր գաղափարները եւ ծրագրերը։ Դա չի կարա լինի նպատակ, հենց որ դա դառնում է նպատակ, վերջ, այդ process-ը երբևիցե չի իրագործվելու։ Եվ երրորդը, ինչին որ ուզում եմ անդրադառնամ, ես երկրորդ անգամ եմ անդրադառնում եւ պարոն Քոչարյան, շատ լավ է որ ստեղ եք։ Եվ այլևս չեմ անդրադառնալու այդ թեմային։ Նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ չգիտեմ, երբ պետք է ասեմ, խնդրում եմ, էլի, մարտի 1-ից մի խոսացեք։ Պետք չի դրանից խոսալ, որովհետեւ երբ որ խոսում ենք եւ դուք ասում եք, բայց երկու կողմ կա, էլի այդ հարցում, երկու կողմ կա, երկու կարծիք կա, երկու տեսանկյուն կա, ոչ, չկա, պարոն Քոչարյան, չկա, մի տեսանկյուն կա բացարձակապես, որովհետեւ այդ կոնտեքստում երբ որ դուք սկսում եք հիմնավորել եւ բացում եք Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ զինվեք, ինքնապաշտպանվեք, դա ձեր համար փաստար կա։ Գործընկերս Հրիփսինե Գրիգորյանը դուրս է գալի ասում է, եղբայր, էս դրվագ է, կան իրադարձությունների հստակ քրոնոլոգիա։ Եվ իհարկե մենք օրինակ ես այն անգամ ասեցի 6-15-ից կանանք սկսենք անձնական օրինակներով մարտի 1-ի վերաբերյալ։ Մենք կարանք շատ ավելի գնանք դեպի սկիզբ, էլի դուք ասում եք բանակն էին ճոճում, բան, բայց միջև այդ ինչ կար, փետրվարի 19-ը կար կեղծված ընտրություններ կար, հարյուրավոր մարդիկ, որոնք որ բռնության էին ենթարկվել, ու տենց կգնանք կհասնենք ինչ-որ էլի եմ ասում, էլի, չեմ ուզում էլի այս թեմայից խոսամ ստեղ ձեզ հետ, չեմ ուզում, ես չգիտեմ, որովհետև որ սկսեցի խոսալ, անկեղծ եմ ասում, սկզբից մինչև վերջ իսկապես անձնական օրինակով պատմելու եմ, որովհետև դուք ասեցիք էմպաթիա, եւ ես էլի հավատում եմ, որ գուցե դուք այդ էմպաթիան զգացել եք կամ զգում եք հիմա, բայց ես այս ձեզ անձնական օրինակի վրա մի հատ բան եմ ասելու, կարող է դուր չգա, բայց պետք է ասեմ, էլի։ Առավել եւս երբ որ նաեւ արհեստական բանականության գործիքն եք օգտագործել, այդ թեմային եք անդրադառնամ, էլի։ Ես ժամանակին մարտի 1-ից հետո ձեր հոր հանդեպ զգացել եմ մեծ ատելություն եւ ագրեսիա, մեծ ատելություն։ Այնպես որ եթե տետ-ատետ ես ու ինքը հանդիպեինք, ոչ ջիմ լոժաներ փրկելու, ոչ պադիոն պերևարոտներ փրկելու, իմ ատելությունն ու ագրեսիան հաղթելու էր, դա միանշանակ եւ աներկբա։ Ժամանակի ընթացքում իհարկե, երբ որ սկսել եմ զբաղվել քաղաքացիական ակտիվությամբ, քաղաքականությամբ, ես հասկացել եմ, որ առավել եւս քաղաքական գործընթացներում, երբ որ դու ներգրաված ես լինում, ատելությունը եւ ագրեսիան ոչ մի օգուտ քեզ չի տալի քո նպատակին հասնելու համար, առավել եւս էլ չեմ ասում, որ անձնապես է քեզ վնասում, անձնապես քեզ իսկապես վնասում է եւ կամաց իմ մոտ դա տենց նստել է, չգիտեմ, կարամ ասեմ դա տենց քնեցրել եմ իմ մեջ, էլի, կոպիտ ասած։ Եվ երբ որ դուք դուրս եք գալի, ես հասկանում եմ ձեր վիճակը իրականում շատ բարդ է, էլի, փաստացի փաստաբանություն եք անում այնտեղ, որտեղ որ պետք է չանեք իրականում այդ փաստաբանությունը, հասկանում եմ անհարմար վիճակ է, խոսքը գնում է ձեր հոր մասին, բայց էդ էլ ասեմ, օրինակ երբ որ հանգարց իմ տղեն
ինձ մեղադրեին ինչ-որ սխալ կամ վատ բաների մեջ եւ իմ տեղ են ցանկություն հայտներ, որ ես պետքա գնամ քեզ կպաշտպանեմ, խստորեն արգելելու է իրան։ Ասեմ ինչ համար, որտեղ ես ինձ տղամարդ եմ համարում եւ երբ որ ես այդ տեսանկյունից բան չկա էլի ժողովուրդ, որ այդ շեշտեցի, որ ինձ տղամարդ եմ, եթե ես սխալ եմ անում, ես պետք է պատասխան տամ իմ սխալի համար։ Ու օրինակ այս իրավիճակում կգա այս ազգային ժողով, կնստեի ու բոլոր հարցերին հատիկ առ հատիկ կպատասխանեի։ Բայց ինչավից է էլի եմ, չգիտեմ, երևի ասեմ խնդրում եմ էլի, եկեք բան մի արեք էլի, այդ մարտի 1-ի թեմային դուք մի անդրադարձեք էլի, այնքան բանի մասին կարակ խոսակ եւ հա, այո, ամենակարևորը եւ երրորդը։ Նախ եւ առաջ պարոն Արամանյան, դուք այսպես ասած իրադարձությունը փչացրեցիք, ես ձեզ եմ հորդորում, պարոն Քոչարյանն էլ եմ հորդորում։ Այդ բառապաշարը ստե մի օգտագործեք։ Օրինակ իմ ու ձեր ծանոթները դուք երեք այդ բառը որ ստեղ օգտագործել եք, ասենք զարմացել են, եք Եփանից ենք մենք տես Պապանյացիայում ապրում, առավել եւս ստեղ։ Եթե տենց հարց կա, մանդատները վայր դնենք, դուս գանք դուսը, այս շենքը չի։ Հա, ժպտում եք, հասկանում եք, կարող մտածեք, որ մանիպուլյացիա եմ անում, մանիպուլյացիա չեմ անում, պարզ բան եմ ասում։ Ես էլ կարամ դա հնչեցնեմ, բայց ինձ թույլ չեմ տա երբևիցե։ Եվ ինչ վերաբերվում է ամենակարևորին, պարոն Քոչարյան, ես չգիտեմ, էլի ասեմ, չնեմ, կարող ասեմ խորհուրդ տամ, տենց մտածեք, անի ինչ խորհուրդ էլի, իրա խորհուրդ արհեստական բանականության գործիքին հարցնում եք, լավ, Վագն Ալեքսանյանի հետ ոնց շփվեմ, ես տենց հասկացա, չէ՞ որքան հասկացա։ Մոտավորապես էլի լավ, ոնց բացատրեմ X մարդուն, ինչ որ մի բան, որը որ ըստ ձեզ դուք ճիշտ եք, ինքը չի հասկանում։ Ես դե հասկանում եմ, որ իրականում ես այն անցած ելույթում, որ ասում էի, որ ես հավատում եմ այս մարդու ազնվությունը, հասկանում եմ, որ դուք չեք հասկանում իսկականից այս պրոբլեմը որտեղ է, հասկանում եմ, որ դուք նաև մարդկանցի հետ որոշակի առումով շփման փորձի պակաս ունեք, որտեղ այն տվյալ դեպքում, որը որ նկարագրվում է, մասնավորապես այդ թվում նաև ձեր օգնականի մասով, ունես գեղեցիկ բան եք անում, ասում եք, դա լրագրողական բան չի էլի եղել, տենց այս էլի տենց Շիրուն էլի Պապանյացիա մի հատ բացատրվում է էլի, որտեղ ուրիշ հարց է եղել, տենց եկե ստացել է էլի, մոտավորապես տենց մի բան է ստացվում։ Ես ձեր տեղը լինեի, կգայի ասեի ներողություն, պարոն Ալեքսանյանն ասում է աշխատանքից կազատեի, կասեի ներողություն, նկատողություն եմ տվել, այլևս նման բան երբևիցե չի կրկնվի։ Պատճառը կապ չունի, բռնությունը ցանկացած բaragam դատապարտելի է։ Եվ վերջինը, պարոն Քոչարյան, ուրեմն ես չեմ ասում, ես երկրորդ անգամ եմ ձեզ անդրադառնում եւ վերջին էլ չեմ անելու։ Դա հնարավորինս աշխատել եմ, ձեզանից էլ է բան կախված էլի ինձ համար իմ մասով։ Ես չեմ ալարել եւ այդ աշխատանքը կատարել եմ։ Մինչ դա ասելը ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տամ, ելույթ եք ունենալու, նպատակահարմար գտնեք կպատասխանեք։ Ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առաջինը ըստ քաղաքական օրակարգի ընտրել են նրա համար, ոնց որ ասում է, որ մեզ հեռացնեք եւ գաք իշխանության, երկիրը դզեք ձեր ձևով։ Բայց երբ որ այդ նպատակը ձեր մոտ չի իրագործվել, այդ նպատակը ձեր մոտ չի իրագործվել եւ դուք հայտնվում եք այստեղ, կա հստակ պատճառ։ Դուք այստեղ հայտնվել եք նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայնը լինեք եւ բարձրացնեք իրենց խնդիրները։ Ես ձեզ խնդրում եմ վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից սկսած գնացեք եւ ձեր ելույթները այդ թվում հարց ու պատասխանը ուսումնասիրեք։ Ես ձեզ վստահեցնում եմ 70, իրականում 80, բայց ես 70 կասեմ։ 70%-ը լինելու է հետեւյալ բովանդակությամբ. մեր ընտանիքը, պապաս ես։ Մեր ընտանիքը, պապաս ես։ Մեր ընտանիքը, պապաս ես։ Ես սա որպես փաստ եմ ձեզ ասում, ես նստել եմ հատիկ առ հատիկ, սա լսել եմ իրականում, այդ տնային աշխատանքը կատարել եմ։ Եվ այդ կոնտեքստում ես ձեզ հորդորում եմ ազգային ժողովի падգամավորի մանդատը, իհարկե ձեր վերաբերյալ է, դուք անհամաձայն եք, բայց մի հատ, երկու հատ ասեցիք, օքեյ է, հարց չկա։ Կան այլ խնդիրներ, բազմաթիվ, որոնք որ դուք կարող եք այստեղ բարձրաձայնել։ Շնորհակալություն։